Հեքիաթներ սիրում են լսել և փոքրերը, և մեծերը։ Հեքիաթները սովորեցնում են լինել ավելի բարի, ազնիվ, անկեղծ, արդարամիտ։ Դրանք զարգացում են նաև մարդու երևակայությունը և հավատ ներշնչում բարու հաղթանակի նկատմամբ։ Իսկ դուք գիտեք, որ հեքիաթները լինում են մի քանի տեսակի։ Իրապատում հեքիաթներ, հրաշապատում հեքիաթներ, կենցաղային հեքիաթներ։ Եկեք բացահայտենք այս հեքիաթների տարբերությունը։ Իրապատում հեքիաթներում գործող հերոսները հիմնականում սովորական մարդիկ են։ Գյուղացիներ, աշխատասեր տղաներ, աղջիկներ և գործողությունները կարող են իրականանալ նաև կյանքում։ Դրանք սովորեցնում են մեզ բարություն, արդարություն, ազնվություն, ողջախոհություն։ Իսկ հրաշապատում հեքիաթներում սիրելիներս գործողությունները հիմնականում տեղի են ունենում կախարդական աշխարհում։ Այդտեղ հրաշքներ կարող են լինել, դրանք կարող են կախարդների օգնությամբ իրականություն դառնալ, և գործող անձինք հիմնականում կախարդներն են և մարդու կերպարանք ստացած կենդանիները։ Կենցաղային հեքիաթները այն հեքիաթներն են, որոնք պատմում են մարդու առօրյա կյանքի մասին, կենցաղային հարաբերությունների մասին, աշխատանքում ունեցած հարաբերությունների մասին։ Սիրելիներս, տեսնում եք ինչքան հեքիաթներ են այստեղ դրված։ Դրանք երջանկություն են պարգևում մեզ, ընթերցելը հաճույք և իհարկե տալիս են մեզ իմաստություն և երևակայության բարձր թռիչք։ Մի հետաքրքիր առաջարկում եմ ձեզ։ Դուք կուզենայիք հեքիաթ լսել ոչ թե ընկեր Լիլիթի կերպարով, այլ հեքիաթ ասած մորաքրոջ։ Ընտրությունը թողնում եմ ձեզ։ Որ տարբերակը կընտրեք, այն տարբերակով այսօր կլսեք մի շատ գեղեցիկ հեքիաթ և կհայտնվեք հեքիաթների կախարդական աշխարհում, որովհետև ես այսօր ձեզ պատմելու եմ հրաշապատում շարքից մի շատ գեղեցիկ հեքիաթ։ Դե ինչ, ընտրությունը թողնում եմ ձեզ։